Ողջույն բարեկամներ, այսօր մենք միասին կանցնենք դևերից ազատագրվելու մասին ուսուցողական դասընթացի երկրորդ մասը։ Կարող են արդյոք քրիստոնյաներն ունենալ դևեր։ Այս հարցը տալիս են հսկայական թվով մարդիկ, եւ որոշ քրիստոնեական շրջանակներում այն բավականին վիճահարույց է համարվում։ Ես կարծում եմ, որ տարբերություն կա դևերով բռնված լինելու եւ դևերի կողմից հարստահարվելու միջեւ։ Երբ մարդ դևեր ունի, հարստահարված է, դա նշանակում է, որ այդ դևերն ազդում են նրա կյանքի վրա։ Բայց երբ մարդը դիվահար է, դա նշանակում է, որ նրանք ամբողջությամբ վերահսկում են նրան եւ տիրում են նրան։ Այնպես որ քրիստոնյաները կարող են դևեր ունենալ, բայց այդ դևերը չեն կարող տիրել նրանց, այն իմաստով, որ քրիստոնյայի կյանքում կարող է լինել մի ոլորտ, որի վրա ազդում են դևերը, որտեղ նրանք ճնշում են կամ նույնիսկ տանջում են նրան, թեև նրա հոգին պատկանում են Հիսուսին։ Եվ այդ պատճառով նա չի կարող ամբողջությամբ դիվահար լինել։ Դերեկ Պրինսն իր «Նրանք դևեր կհանեն» գրքում այս կապակցությամբ ասում է հետևյալը. Աստվածաշնչում հաստատուն չկա, որ քրիստոնյան կարող է դիվահար լինել։ Հունարենում այն բառը, որը մեր լեզվով թարգմանվում է որպես դիվահար, ունի դիվայնացված իմաստը, եւ դա ենթադրում է, որ մարդը չի պատկանում դևերին, այլ միայն ենթարկվում է նրանց ազդեցությանը եւ ճնշում է զգում նրանց կողմից։ Ստացվում է նոր կտակարանում խոսվում է այն մասին, որ մարդը կարող է ճնշվել դևերի կողմից, բայց չի կարող պատկանել նրանց, թեև դրանք կարող են վերահսկել նրա կյանքի որոշակի ոլորտը։ Ջորջ Ֆոքսի համալսարանի մի գիտնական, Ռոջեր Ռոուդը գրում է. Հեսուի գլխավորությամբ ավետյաց երկրի նվաճումը հիանալի կերպով ցուցադրում է այս պահը։ Թեև ավետյաց երկիրը տրված էր իսրայելացիներին, այն սկզբում պատկանում էր քանանացիներին եւ իսրայելացիները կարողացան միայն աստիճանաբար նվաճել այն եւ դուրս վռնդել քանանացիներին, այնպես որ որոշ ժամանակ նրանք դեռ բնակվում էին այդ հողում եւ տիրում էին դրան, թեև այն այլևս նրանց չէր պատկանում։ Ստացվում է նախկինում քանանացիներն ավետյաց երկրի օրինական տերերն էին, բայց հետո եկան իսրայելացիները եւ սկսեցին նրանց դուրս վռնդել, եւ քանանացիները որոշ ժամանակ դեռ բնակվում էին այնտեղ, թեև այն այլևս նրանց չէր պատկանում։ Մոտավորապես նույն բանն է տեղի ունենում, երբ քրիստոնյան դևեր ունի։ Նրա կյանքում դեռ կարող են լինել այնպիսի ոլորտներ, որտեղ նա լիակատար բժշկություն եւ ազատագրում չի ստացել եւ չի հասցրել նորոգել իր մտածելակերպը, ուստի դեռ կան ոլորտներ, որտեղ գոյություն ունեն ամրոցներ, որոնք պետք է կործանվեն, ինչպես նաև ոլորտներ, որտեղ նա զգում է դիվային ճնշում ու ազդեցություն։ Ես հաճախ որոշ մարդկանց շուրթերից լսում եմ այսպիսի փաստարկ, որ չի կարելի դևեր հանել հավատացյալ մարդուց, այլ կերպ ասած, որ ազատագրման կարիք ունեն միայն անհավատ մարդիկ։ Բայց Աստվածաշնչում ոչ մի տեղ նման բան գրված չէ։ Հիսուսը ոչ մի անգամ իր աշակերտներին չի ասել. «Գնացեք եւ դևեր հանեք», բայց հետևեք, որ դրանք հանեք միայն անհավատ մարդկանցից, ինչպես որ չի էլ ասել. «Գնացեք եւ բժշկեք հիվանդներին», բայց միայն եթե նրանք անհավատ մարդիկ են։ Նա պարզապես պատվիրեց մեզ գնալ եւ դևեր հանել։ Եվ եթե դուք կյանքում գոնե մի քանի անգամ որևէ մեկից դևեր եք հանել, ապա հավանաբար նկատել եք, թե ինչպես են դևերն սկսում գոռալ. «Այս մարդը պատկանում է ինձ», եւ իհարկե կարելի է նրանց հետ մինչև զարկերակի կորուստ վիճել եւ Սուրբ գրքի հատվածներով ապացուցել, որ այդ մարդը պատկանում է Աստծուն։ Բայց եթե նա անհավատ է եւ չի պատկանում Աստծուն, ապա դուք խաբեբա դուրս կգաք եւ չեք կարողանա նրանից դևեր հանել, քանի որ նրանք գործում են օրինական իրավունքների հիման վրա, ինչպես եւ մենք։ Ենթադրենք, որ դուք ապրում եք մի տանը, որն օրենքով ձեզ է պատկանում, եւ դուք ունեք համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում են ձեր սեփականության իրավունքը։ Եթե ես գամ եւ ձեզ ասեմ. «Դուրս եկեք այս տնից», ինչու՞։ Որովհետև այն ձեզ չի պատկանում։ Դուք ինձ կնայեք որպես ինչ-որ աննորմալի, բայց ենթադրենք, որ ես ձեզանից ֆիզիկապես ավելի ուժեղ լինեմ եւ կարողանամ ուժով ձեզ տնից դուրս շպրտել։ Ինձ դա ոչինչ չի տա, որովհետև դուք կզանգահարեք փաստաբանին եւ ոստիկանություն կկանչեք, եւ ինձ էլ բանտ կնստեցնեն, որովհետև դուք ունեք օրինական իրավունք այդ տանն ապրելու։ Այնպես որ եթե դևերն օրինական իրավունք ունեն բնակվելու միայն այն մարդկանց մեջ, ովքեր Աստծուն չեն պատկանում, մենք չենք կարողանա նրանց դուրս հանել։ Այդ դեպքում ումից դևեր հանենք։ Այո, մենք կկարողանանք Հիսուսի անունով ունեցած զորությամբ եւ իշխանությամբ նրանց դուրս հանել նույնիսկ անհավատ մարդուց, բայց նրանք անմիջապես կվերադառնան նրա մոտ։ Այդ պատճառով հիմնականում մենք դևեր հանում ենք հավատացյալ մարդկանցից։ Երբեմն դա տեղի է ունենում նաև անհավատների հետ, բայց ազատագրում ստանալուց հետո նրանք անմիջապես ընդունում են Հիսուս Քրիստոսին։ Բայց դեպքերի մեծամասնությունում դևեր հանում են հենց հավատացյալներից, որովհետև Սատանան նրանց շնչում բնակվելու իրավունք չունի եւ մենք կարող ենք նրան դուրս հանել, զրկելով օրինական իրավունքներից, Հիսուսի արյան զորությամբ եւ ապաշխարության միջոցով եւ մեր անձերի թշնամուն հեռացնել նրանց կյանքից։ Երկրորդ փաստարկը, որը հաստատում է, թե քրիստոնյաները չեն կարող դևեր ունենալ, որը ես լսում եմ շատ մարդկանցից, հնչում է այսպես. Սուրբ Հոգին եւ դևերը չեն կարող բնակվել միևնույն մարդու մեջ։ Ես հասկանում եմ, որ այս փաստարկը հնչում է շատ հոգեվոր եւ համոզիչ, բայց իմ տանը բազմիցս ապրել են վարձակալներ, որոնք ունեին իրենց սենյակը, տան բանալիները եւ տուն մտնելու լիարժեք հնարավորություն, բայց այդ վարձակալները տան սեփականատերերը չէին։
Եվ խոսքը հիմա իմ կնոջ մասին չէ, այլ մյուս մարդկանց, որոնք մեզ հետ առաջ էին ապրում։ Այդ պատճառով չի կարելի պնդել, որ Սուրբ Հոգին եւ եւս մի այլ էություն չեն կարող ապրել միևնույն մարդու մեջ, ինչպես եւ չի կարելի պնդել, որ եթե դուք ապրում եք տանը, նրանում ոչ ոք բացի ձեզանից չի կարող ապրել։ Այդպես չի լինում։ Ընդհանրապես Սուրբ Հոգին կարող է ապրել դեպրեսիայով տառապող մարդու սրտում, կամ քաղցկեղից մահացող մարդու սրտում, կամ տարբեր վախերից եւ ամեն ինչից տառապող մարդու սրտում։ Այնպես որ եթե Սուրբ Հոգու ներկայությունը իսկապես դուրս վռնդեր մեր կյանքից ամեն ինչ մնացածը, ապա ինչու այն երբեմն դուրս չի վռնդում դեպրեսիան, վախը, հոգեկան ցավը եւ այն ամենի մնացորդային երևույթը, ինչ որ տեղի էր ունենում մեր կյանքում նախկինում։ Ստացվում է, որ դա լիովին հնարավոր է, որ մարդու սրտում ապրում է Սուրբ Հոգին, բայց միաժամանակ նա ունի դևեր։ Ինչու՞։ Որովհետև Սուրբ Հոգին բնակվում է մեր սրտում կամ հոգում, իսկ դևերը, հոգեկան վերքերը եւ հին մտածելակերպը բնակվում են մեր շնչում։ Եվ հոգին ու շունչը երկու տարբեր բաներ են։ Եվ Աստծո խոսքը շատ հստակ բաժանում է այս երկու հասկացությունները։ Եվ դա վկայում է այն մասին, որ Սուրբ Հոգին բնակվում է մեր էության մի մասում, իսկ դևերը լիովին կարող են բնակվել դրա մյուս մասում։ Բայց դա չի նշանակում, որ դևերը ձեզ տիրում են, քանի որ դուք պատկանում եք Սուրբ Հոգուն։ Բայց դևերը կարող են լինել նման վարձակալների, որոնց դուք բանալիներ եք տվել, մուտք եք տրամադրել, տարածք եք հատկացրել եւ հրավիրել եք ձեր կյանք այնպես, որ նրանք կարող են ազատորեն մտնել եւ դուրս գալ ձեզանից, երբ որ իրենց հարմար լինի, մինչեւ դուք մերժեք նրանց մուտքը եւ դուրս չվռնդեք Հիսուսի արյան զորությամբ եւ Սուրբ Հոգու կրակով։ Այնպես որ դևերը կարող են բնակվել ձեր կյանքում, նույնիսկ եթե ձեր սրտում ապրում է Սուրբ Հոգին, քանի որ նա չի բնակվում նույն տեղում, ինչ դևերը։ Նրանք բնակվում են շնչում, իսկ Սուրբ Հոգին սրտում կամ հոգում։ Եվ մեր հոգին նորոգվում է, երբ նրանում բնակվում է Սուրբ Հոգին, եւ դառնում է միասնական ամբողջություն Սուրբ Հոգու հետ, իսկ մեր շունչը ոչ։ Երրորդ փաստարկը, որը ես հաճախ եմ լսում, հետևյալն է. լույսն ու խավարը պարզապես չեն կարող գոյակցել։ Ասում են, թե այդպես է գրված Աստվածաշնչում։ Սակայն սա այն խոսքերից է, որոնք հաճախ սխալ են մեջբերվում։ Ես ձեզ համար կընթերցեմ, թե իրականում ինչպես է հնչում այդ համարը։ Երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 14-րդ համար։ Անհավատների հետ այլախառն լծակից մի լինեք։ Նկատեք, որ այստեղ պատվիրան է տրվում մի լինեք, այլ ոչ թե արձանագրվում է փաստ, թե չեք կարող լինել։ Սա նշանակում է, որ մարդը կարող է լծակից լինել անհավատին, բայց խորհուրդ չի տրվում։ Դուք ծանոթ եք մարդկանց, ովքեր հանդիպում են կամ նույնիսկ ամուսնացած են անհավատների հետ։ Միգուցե դուք ինքներդ եք նրանցից մեկը։ Հետևաբար այստեղ ասված չէ, որ դա անհնար է, այլ պարզապես խորհուրդ է տրվում այդպես չվարվել։ Ապա Պողոս առաքյալը, բացատրելով իր պատվիրանի պատճառը, հռետորական հարցեր է տալիս, թե ինչու դա խորհուրդ չի տրվում, ինչ մասնակցություն ունի արդարությունն անօրենության հետ։ Նա այս համեմատությունները բերում է հավատացյալների եւ անհավատների փոխհարաբերությունների համատեքստում։ Նա նշում է, որ արդարությունն ու անօրենությունը չեն կարող մասնակցություն ունենալ եւ որ լույսն ու խավարը չպետք է հաղորդություն ունենան, բայց չի ասում, որ դա սկզբունքորեն անհնար է։ Նա ընդհանրապես նշում է, որ այդպես չպետք է լինի։ Այսպիսով, պնդել, թե արդարությունն ու անօրենությունը չեն կարող գոյակցել, նույնն է թե պնդել, որ հավատացյալն ու անհավատը ֆիզիկապես չեն կարող ամուսնանալ, կամ որ այն քրիստոնյան, ում հոգին արդարացվել է Քրիստոսի կողմից, ի վիճակի չէ որևէ մեղք կամ խավար ունենալ իր շնչի կամ մարմնի մեջ։ Բայց դա այդպես չէ։ Ուստի, չի կարելի այս համարը կտրել համատեքստից եւ պնդել, թե լույսն ու խավարը չեն կարող գոյակցել։ Եթե այդպես լիներ, ապա քրիստոնյաներն ու անհավատները ֆիզիկապես չեն կարող անհարաբերությունների մեջ լինել։ Բայց իրականում այդպես չէ։ Քրիստոնյաներն ու անհավատները կարող են միասին ապրել, եթե ցանկանան, ինչպես որ արդարությունն ու անօրենությունը, լույսն ու խավարը կարող են գոյակցել մեկ մարդու մեջ։ Ուստի, շատ կարևոր է Սուրբ գրքի խոսքերը համատեքստից չկտրել, այլ կարդալ այն ամբողջությամբ եւ թույլ տալ, որ գիրքն ինքն իրեն մեկնաբանի։ Թույլ տվեք հիշեցնել, որ Հիսուսն առաջին անգամ մարդուն դևերից ազատագրեց ոչ թե փողոցում, այլ ժողովարանում։ Անապատում փորձությունից հետո նա եկավ ժողովարան, սկսեց ուսուցանել, եւ հենց նրա քարոզի ընթացքում դևերը սկսեցին դրսևորվել ժողովարանի ներսում։ Դրանք դրսևորվեցին մի մարդու միջոցով, ով հավատում էր Աստծուն, պահում էր շաբաթը եւ հավատարմորեն հաճախում էր ժողովարան։ Ամենայն հավանականությամբ նա նույնիսկ չգիտեր, որ դևեր ունի, թեև հավանաբար նկատում էր, որ իր կյանքում, վարքի, սովորությունների եւ հարաբերությունների մեջ ինչ որ բան այն չէ, բայց չէր կարող հստակ հասկանալ, թե կոնկրետ ինչը։ Սակայն Հիսուսի ներկայությունը ստիպեց դևերին դրսևորվել, իսկ հետո նա իր Աստծո զորությամբ դուրս քշեց դրանց։ Այսպիսով Հիսուսն իր ազատագրման ծառայությունը սկսեց ոչ թե փողոցում, այլ եկեղեցում։
Հետևաբար, եթե դուք պնդում եք, որ մենք չպետք է դևեր հանենք հավատացյալներից, այդ դեպքում ասացեք ինչ պետք է անենք։ Թողնենք, որ նրանք հանգիստ ապրեն հավատացյալների մեջ։ Ոչ, մենք պետք է նրանց հանենք եւ տանջվածներին ազատ արձակենք։ Հիսուսն այն կնոջը, որը կորացած էր եւ չէր կարողանում ուղղվել, անվանեց Աբրահամի դուստր։ Իսկ այն ժամանակ եւ այն մշակույթում այդպիսի բան կարելի էր ասել միայն մեկի մասին, ով ճիշտ դիրքում էր Աստծու առաջ եւ հավատում էր Աստծուն։ Եվ նա ասաց. Իսկ Աբրահամի այս դստերը, որին սատանան կապել էր ահա 18 տարի, միթե պետք չէր արձակել այդ կապանքներից շաբաթ օրը։ Ստացվում է, որ նույնիսկ մեկին, ով ուխտի մեջ էր Աստծու հետ, կարող էր կապել սատանան։ Եվ սրա մեջ արտասովոր ոչինչ չկա։ Այդպիսի բան տեղի է ունենում ամեն քայլափոխի։ Բայց ամենակարևորն այն է, որ Հիսուս Քրիստոսը կամենում է եւ կարող է մեզ ազատագրել։ Հիսուսը նաեւ հեթանոս կնոջն ասաց, որ ազատագրումը երեխաների հացն է։ Նա սկսեց խնդրել Հիսուսին, որ իր դստերն ազատագրի դևերից, եւ Հիսուսն ասաց. Լավ չէ երեխաների հացն առնել, նկատի ունենալով ազատագրումը, որի մասին նա խնդրում էր ու շներին գցել։ Եվ սա վկայում է այն մասին, որ, ըստ Հիսուսի, ազատագրումը երեխաների հացն է։ Եվ այն նախատեսված չէ այն մարդկանց համար, ովքեր ուխտի մեջ չեն Աստծու հետ։ Մենք պետք է հասկանանք, որ Աստված ազատագրմանը վերաբերվում է ճիշտ այնպես, ինչպես մենք, ուտելիքին, քանի որ մեղքի գերությունից ազատությունը նույն հոգևոր կերակուրն է, այսինքն մի բարի բան։ Ուստի քրիստոնյաները չպետք է վախենան Աստծուց ազատություն եւ ազատագրում ստանալուց, որովհետեւ դա նրա բարի պարգևն է։ Այդ պատճառով, սովորեցնելով մեզ Հայր մեր աղոթքը, Հիսուսն ասաց. Աղոթեք այսպես. Այլ փրկիր մեզ չարից։ Եթե քրիստոնյաներն ազատագրման եւ փրկության կարիք չունենային, ինչո՞ւ պետք է աղոթքով դիմեին երկնային Հորը եւ խնդրեին, որ իրենց փրկի սատանայից։ Պողոս առաքյալը գրում է. Եվ սատանային տեղի մի տվեք, եւ անհավատների հետ օտար լծի տակ մի մտեք։ Եթե քրիստոնյաներն ունակ չլինեին վերադառնալու իրենց հին կյանքին կամ օտար լծի տակ մտնելուն, նա կարիք չէր ունենա մեզ այդ մասին զգուշացնելու։ Հիսուսը նայեց իր աշակերտներին, որոնք հավատում էին իրեն, եւ ասաց. Եթե դուք իմ խոսքի մեջ մնաք, ճշմարիտ իմ աշակերտները կլինեք։ Եվ հետո նա մի այնպիսի բան ասաց, որը ամենայն հավանականությամբ ցնցեց նրանց. Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Գիտեք թե ում էր նա դիմում։ Նրանց, ովքեր հավատացել էին իրեն եւ որոնց նա պատվիրել էր մնալ իր խոսքի մեջ։ Եվ իհարկե նրանք դրան պատասխանեցին։ Մենք երբեք ոչ մեկից առաջ չենք եղել։ Մեզ ազատագրում պետք չէ։ Մեզ մոտ ամեն ինչ այսպես էլ նորմալ է, եւ շատ քրիստոնյաներ իրենց հենց այդպես են պահում։ Երբ խոսք է գնում ազատագրման մասին, նրանք ասում են. ինձ այդ ամենը պետք չէ։ Այո, ես պոռնոգրաֆիա եմ դիտում։ Այո, ես տառապում եմ ալկոհոլիզմով։ Այո, իմ կյանքում լիքը խնդիրներ կան, բայց դա ուղղակի կարգապահության պակասից է։ Ինձ պարզապես մոտիվացիան չի բավականացնում։ Եվ այսպես նրանք խնդիրների արմատը փնտրում են բնական աշխարհում, բայց շատ հաճախ նրանց խնդիրները հոգևոր բնույթ են կրում։ Եվ մենք պետք է հասկանանք, որ Հիսուսը դիմում է իր աշակերտներին եւ ասում. Ես ուզում եմ, որ դուք ազատ լինեք։ Մնացեք իմ խոսքի մեջ, եկեղեցի գնացեք, թող որևէ մեկը ձեզ համար աղոթի, որովհետև դուք ազատագրման կարիք ունեք։ Երկրորդ Թագավորաց 22:2-ում ասված է. Տերն իմ վեմն է, իմ ամրոցը եւ իմ ազատիչը։ Դավիթ թագավորն ասում է. բազում են արդարի նեղությունները եւ դրանց բոլորից Տերը կփրկի նրան։ Մեր Աստվածն ազատիչ է, դա նրա բնության մի մասն է։ Ուստի պետք չէ ասել, որ ազատագրման եւ փրկության կարիք ունեն միայն այն մարդիկ, ովքեր Աստծու հետ չեն։ Մենք բոլորս Աստվածաշնչում կարդում ենք այն մասին, թե ինչպես Աստված ազատեց իսրայելացիներին եգիպտական գերությունից, որովհետև նրանք նրա զավակներն էին։ Գիտեք թե ում նա չազատեց։ Եգիպտացիներին։ Հետևաբար, եթե դուք կարծում եք, որ ազատագրման կարիք ունեն միայն մեղավոր, մոլորված մարդիկ, դա այդպես չէ։ Նրանք նույնիսկ չեն գիտակցում, որ ազատագրման կարիք ունեն։ Այո, նրանք դրա կարիքը չունեն։ Գիտեք ինչու։ Որովհետև եթե նրանցից մեկ դև հանեն, 7 ավելի չար դևեր անմիջապես կվերադառնան նրանց մեջ։ Այնպես որ հենց քրիստոնյաներն են ազատագրման համար իդեալական թեկնածուները։ Եվ Հիսուս Քրիստոսը տենչում է ազատել իր զավակներին նեղություններից, տանջանքներից, շղթաներից եւ մեղքի գերությունից, որովհետև ազատագրումը երեխաների հացն է։ Եկեք աղոթենք։ Հայր, ես հենց հիմա խնդրում եմ քեզ Հիսուսի անունով, հայտնություն տուր մեզ այն մասին, որ ազատագրումը ոչ միայն մոլորվածների, այլ նաև գտնվածների համար է, որ այն ոչ թե եգիպտացիների, այլ Աստծու ժողովրդի համար է, որ դա երեխաների հացն է։ Տեր, օգնիր մեզ ընդունել այս հայտնությունն այն մասին, որ դու տենչում ես վերադարձնել ազատագրման ծառայությունն ու ազատությունը մեր եկեղեցի, մեր ծառայություն եւ մեր կյանք։ Հիսուսի անունով, ամեն։